Այսինքն նվերը ամփոփ շահ հետապնդում իսկ զոհաբերությունը հատուկ նպատակով զոհաբերությունը նպատակ է հետապնդում, որովհետև օրինակ Կայենը Աբելը զոհ են արել, զոհաբերելով եւ բերքը Կայենը եւ Գարլան 1 տարեկան Գարլանը Մադանն է զոհարել, հետո Նոյը զոհարել, հետո թե Աբրահամը Մովսես ինչքան զոհեր են արել, ու զոհի վրա ինչի համար, որ Աստծուն հաճելի լինի, Սողոմոնը 1000 զոհ արեց եւ Աստված գիշեր այցելեց նրան 1000 զոհ արեց, 1000 ոչխար, դու մեկ օրում այդքան զոհ անես Աստծուն, եւ Աստված կայցելի քեզ, արդեն կայցելի, հասկանում եք, այսպես թե այնպես Աստված զոհ արել ինքը իր որդուն բոլորիս համար, դրանից եկում արժեքավոր զոհ չի կարող լինել, սակայն Աստված է դա արել, իսկ դու ինչքան ես զոհ անում Աստծուն, նրա զոհը, նրա որդու արյունը հավիտյան միշտ մաքրում ամբողջ աշխարհի մարդկանց մեղքերը, նման զոհից եկում մարդու զոհելու եկում էլի զոհ, սակայն քո զոհը գումարային, քո զոհը այլ կերպ է որոշվում, եւ դա մոտեցում է, դա վերաբերմունք է, եթե Աստված իր որդուն չնայեց վերաբերմունք ցույց տվեց բոլորիս եւ իր որդուն զոհեց, որպեսզի մենք փրկվենք։ Եվ մեր փրկությունը հենց այնպես չեղավ, ասես կային եթե mēs մարդկանց փրկեմ, չէ, իր զոհուն, իր որդուն ուղարկեց, որպեսզի զոհ առնի։ Հատուկ ուղարկեց ըստ ծրագրով իր որդուն ուղարկեց երկիր, որ ինչ լինի, որ զոհաբերի իր որդուն բոլորիս համար։ Որպեսզի մեզ փրկի, Աստված զոհ արեց, եւ այդ զոհը իր որդին էր, անասուն չէր, գումարը չէր, ֆինանսը չէր, իր որդին էր։ Մենք ինչ վերաբերմունք պիտի ցույց տանք Տածիկ Աստծուն եւ եթե նա զոհաբերությամբ մեզ փրկեց, մենք պիտի մեր հոր նման զոհաբերող լինենք եւ չխնայենք ոչինչ։ Նաեւ մարդիկ խոստանում են Աստծուն, ասում են Տեր Աստված, այս հոգսս հոգա, այս խնդրանքս տուր, ես քեզ մի հատ կլորիկ լավ զոհ կանեմ։ Խոստում է տալի Աստծուն։ Բա այդ զոհը որ անում ես, քո հոգսին հոգսակից ես դարձնում Աստծուն։ Ու զոհ անելով դու պարտավորեցնում ես Աստծուն, որ քո հոգսը հոգա։ Որովհետև Աստված իր հոգը հոգալու համար իր որդուն զոհեց։ Երկու հոգը հոգալու համար Աստծուն զոհի, որ քո հոգը հոգա։ Խոստանում ես ինչ-որ մի բան Աստծուն անելու համար, Տեր ես հոգսը հոգա, ես ես զոհը կանեմ, ու Աստված անում է։ Ու քո խոսքին դու ինչ ես լինում, պատասխան ես տալի Աստծուն, շնորհակալ ես լինում, վերաբերմունք ես ցույց տալի Աստծուն, բայց չէ՞ որ Աստված քեզ վերաբերմունք ցույց տվեց։